Ես հարգում եմ պարոն Զելենսկուն այս քայլի համար, եթե նա դա անի, նա ցույց կտա, որ նա արժանապատվություն ունի, որպես երկրի ղեկավար, նա ցույց է տալիս, որ նա ունի պատիվ եւ արժանապատվություն եւ հրաժարվում է գնալ որոշ քայլերի, ստորանալ եւ ստորացնել իր երկիրը, ես ողջունում եմ դա, որ այդ մարդը պատիվ ունի։ Ի տարբերություն որոշ ուրիշ հանրապետությունների ղեկավարներին, որոնք 3 անգամ մեծ տարան պարտության, ստորացրեցին, նվաստացրեցին եւ շարունակում են իրենց աթոռի վրա նստել։ Եթե նա այդպիսի բան անի, դա պատվավոր քայլ է իր կողմից, եւ ես ասել եմ, երբ որ նա գտնում էր Վաշինգտոնում եւ նրա վրա գոռում էին երկու կողմից ամերիկացիները, Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, որոնք Ուկրաինայի ժողովրդին խոստացել էին ՆԱՏՕ եւ Եվրոպա, եւ վերջում նրանք չստացան ոչ ՆԱՏՕ, ոչ Եվրոպա, նրանք ստացան 100 հազարավոր զոհեր, ավիրված երկիր, տասնյակ միլիոնավոր փախստականներ, Ուկրաինայի բնակչության կարծում են 30-ից 40%-ը երկրից դուրս է եկել, երկիրը ավիրվել է։ Եվ դրանից հետո իրեն ճնշում են, որ նա զիջումների գնա ամերիկյան կողմը։ Այսինքն դա թող դաս լինի այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ հեռավոր երկրների վրա կարելի է հույս դնել, հեռավոր երկրներ, որոնք հեշտությամբ կգան, բայց նույն հեշտությամբ կգնան։ Ինչպես ասում է Մակգրեգորը, մեր շատ սիրելի քաղաքական մեկնաբան Դագ Մակգրեգորը, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի օգնականի խորհրդատու։